Արամ Մելիքյանն ընտանեկան ինստագրամյան հարթակի էջում հրապարակել է նոր հոլովակ։ Հերթական երևանյան զբոսանքի ժամանակ նա գեղեցիկ կատարմամբ զարմացրել է անցորդներին, առաջարկում ենք դիտել տեսանյութն առանց մեկնաբանության։ In my heart, darkness, she's standing right in front of me. Let me listen. Through the land before, she's on the devil sea. Let me listen. She's on the devil sea. Ղամարտը շատ փող է աշխատում, իրեն սկսում են պետք գալ շատ կանայք, երբ կինն է շատ փող աշխատում, իրան էլ ոչ ոք պետք չի։ Նշենք, որ վերջին շրջանում Արամ Մելիքյանը եղել էր կյանքի ճանապարհին հաղորդման հյուրը։ Բազմազավակ հայր, ընտանեկան հոգս և ծանրաբեռնվածություն, ինչ անեն, նշեց, որ անցնում է դժվար փուլով։ Որպես տղամարդ իմ կյանքում շատ կարևոր փուլ է։ Ես չեմ ուզում կորցնել իմ երիտասարդությունը, էներգիան, խարիզման, բայց դրա հետ մեկտեղ պետք է կարողանամ հաղթահարեմ, որ գնում եմ դեպի հասունություն և չեմ կարող անընդհատ ձգտել երիտասարդության։ Իմ տարիքի տղամարդու ձգտումը դեպի երիտասարդություն շատ վտանգավոր է։ Դու նայում ես կնոջդ, ով 38 տարեկան է, 2 անգամ ծննդաբերած և չասեմ քանի անգամ բալիկ կորցրած, դա էլ բերում է ֆիզիոլոգիական որոշակի դժվարության։ Դու տեսնում ես երիտասարդ աղջիկների, ովքեր կառուցվածքով, աչքերի կրակով քեզ տանում են դեպի 20-25 տարեկանը։ Քո կինը տանում է հասունություն, նենց չի քո կինը ծերա։ Չէ, ինքն էլ է երիտասարդ, բայց նայելով իրան հասկանում ես, թե դու ուր ես և ուր ես գնում։ Հասկանում ես, որ քո կնոջ աչքերի փայլը այն պատճառով նույնը չի, որովհետև ինքը քեզ պարգևել է գոնե ֆիզիկապես 2 երեխա։ Դու դա պետք է գնահատես։ Էլի փայլ կա, բայց այդ փայլի մեջ հոգս կա, հոգատարություն, ծախսած էներգիա։ Եթե չես սիրում քո կնոջը, դու չես տեսնում այդ հոգատարությունը և տեսնում ես հասունությունը։ Եվ գնում ես դեպի երիտասարդներ, բայց ես տեսնում եմ կնոջս միջի այն կարևոր կետերը, որոնք ինձ լիաթոք երջանիկ են դարձրել։ Դարձնում ու կդարձնեն, բայց մեկ է, պայքարը կա, չեմ խաբի։ Ինստագրամյան հարթակի ակտիվությունից խոսելով Մելիքյանն առանձնացրեց բացասական կողմը։ Ինձ թվում է մեր ընտանեկան բլոգը տալիս է ժպիտ։ Վստահաբար նույնիսկ իմ շատ ընկերների համար անընդունելի է ընտանեկան վիճակը դուրս հանելը։ Օգտակարի մեջ գոնե մի քիչ վնաս կա։ Ամեն դեպքում ունենք պատանի երեխաներ, դա որոշակիորեն իրենց վրա էլ է անդրադառնալու, երես են առնում։ Դու ուշադրության կենտրոնում ես և ինքնըստինքյան երես ես առնում։ Իրենք պետք է էդ հաղթահարեն։ Մի շրջան զգացի, որ երեխեքը երես են առնում, հետո հասկացա, որ էջը փակելով բան չի փոխվելու այդ առումով։ Ուսուցիչներն էին ուրիշ ձև վերաբերվում, ստիպված դպրոց ենք փոխել։ Հիմա իմ տղան գնում է սովորական դպրոց և շատ գոհ ենք։ Ոտիկներն է դիկ, ոտիկներ։ Սերես դու կինյան։ Ոյ սրտիկը տուտ է, մարը։ Շատ սազում է, լեջան։ Շատ սազում է։ Սվապրես։ Ստեջան շատ սազում է։ Շատ սազում է։ Մեկը ձեզ, մեկը մեզ։ Չէ, երկուսը ձեզ, մեկը մեզ։
Personally. Ջոնու շիկ դուք լիլա երեխա եմ ուզում լիլա։ Լիլա ասա դու էլ ես ուզում, հա։ Ոնց է։ Ուր ես։ Տիկ, 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 քուրիկ թե ապերիկ։ Տիկ պապան քուրիկ կամ ապերիկ ա ուզում։ Ինչ կասես։ Ապրես, ինչ տիկ, ինչ քեզ է գրկեմ, արի քեզ է գրկեմ, արի, բայց արին է գրկեմ, էլի, երկուսի կնի գրկեմ, հա։ Ո՞նց ես կարում գրկեմ։ Քեզ է գրկեմ, թե արին չգրկեմ։ Ո՞նց է։ Նայեք, ինչ է նշանակում այս տարիքը։ Նայում արի ինչ է անում։ Նորին մեկ ինքս ես կյանքում չի պարկել ես կանաղ։ Նոր ոտը լվին նույն ձևեր արել։ Ուրայս է շուտ։ Զմերուկ։ Մեկ ես աղոտը։ Ոյ։ Ձեպի ասել, երազորդները Bravo! Bravo, ապրի, նայք ես ատապ, նայք գրկի, տիկ գրկի, արել է գնա գրկի, տիկ գրկի, լեմի, տիկ։